Նոյեմբերի 2-ից 5-ը Կիգալիում, Ռուանդա, անցկացվեց քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 84-րդ նստաշրջանը։ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 145 անդամ երկրների ավելի քան 700 պատվիրակներ։ Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը։ Քննարկվեցին միջազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք առաջնային խնդիրներ, այդ թվում անձանց եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիայի եւ ֆինանսական հանցագործությունների, ահաբեկչության եւ օտարերկրյա վարձկանների, կիբերհանցավորության, շրջակա միջավայրի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի եւ այլ հարցեր։ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկն իր ելույթում նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել են համաշխարհային մարտահրավերներն ու կոնֆլիկտային իրավիճակները, հանցավոր սպառնալիքները ուղղված համաշխարհային անվտանգությանը։ Նա կոչ արեց անդամ երկրներին ակտիվորեն համագործակցել հնարավոր բոլոր ուղիներով եւ մակարդակներով։ Վեհաժողովի ավարտին ընդունվեցին հանցավորության տարբեր ոլորտներում պայքարը կարգավորող հարցերին առնչվող մի շարք որոշումներ։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Շտոկի, նախագահ Տիկին Բալեստրազիի, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների հետ։ Քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը առանձին հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ, քննարկվեցին ինչպես երկու երկրների ոստիկանությունների համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կարևորություն ունեցող եւ թիրախային հարցեր։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 3, խարդախության 10, յուրացման 2 եւ մաքսանենգության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նոյեմբերի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացած տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքից հայտնաբերել ու բերման են ենթարկել Թումանյան քաղաքի բնակիչ 1991 թվականին ծնված Վարդան Սիմոնյանին։ Նա գողության մեղադրանքով անցյալ տարվա դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմաց կինը նոյեմբերի 9-ին հաղորդում է տվել խարդախության վերաբերյալ։ Ըստ նրա ոմն Օհան Շավարշյան եւ Գեղամ չարաշահելով իր վստահությունը իրեն եւ երկու որդիներին Շվեդիա մշտական բնակության ուղարկելու համար պահանջել եւ օգոստոսի 11-ին սպառնալիքի միջոցով ստացել են 15,000 եվրո։ Իրենց տվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրեր, սակայն հայկական անձնագրերով ճանապարհել Մոնտենեգրո։ Այստեղից կինն ու որդիները փորձել են թռչել Փարիզ, սակայն տեղի իրավապահները պարզել են, որ ռուսական անձնագրերը կեղծ են։ Նրանց ձերբակալել են եւ հոկտեմբերի 1-ին հետ ուղարկել Հայաստան։ Կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հետաքննությամբ պարզել են, որ Օհան Շավարշյանը Օհանիկ Շավիշյանն է, իսկ Գեղամը Գեղամ Վահանյանը։ Նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով, խարդախություն։ Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը ձերբակալված են։ Կասկածներ կան, որ նրանց գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ եւս։ Նրանք կարող են դիմել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն կամ զանգահարել 56 47 72 հեռախոսահամարով։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից մինչև 30 տարեկան Արական սեռի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակետային ծառայության ոստիկանության Քաղաք Երևան, Խորենացի 158, հեռախոս 010 55 23 22 կամ ուղեկցող գումարտակ, Քաղաք Երևան, Արգության 10, հեռախոս 010 23 58 10։
Ամեն ոք եթե հարկ է համարում կարող է ունենալ թիկնապահ, բառն ինքնին ենթադրում է պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ ու նաև օրինականության սահմաններում գործելու ունակություն։ Պրոֆեսիոնալ թիկնապահների ծառայություն է առաջարկում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Դիմում ներկայացնելով անձի անվտանգության և գույքի պահպանության բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գնացուցակով կատարելով համապատասխան վճարում և գլխավոր վարչության հետ կնքելով պայմանագիր, ձեզ կտրամադրվեն թիկնապահներ։ Թիկնապահի գործառույթները իրականացնող ոստիկաններն ու հրաձիգները պատվիրատուի ցանկությամբ ծառայություն իրականացնում են նաև առանց համազգեստի, հաշվեցուցակային զենքով։ Իդեպ, նշված զենքով թիկնապահական գործունեություն իրականացնում են միայն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի աշխատակիցները։ Մանրամասների համար զանգահարել 20 25 67 հեռախոսահամարով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն։